Բարև ընկերներ, այսօրվանից սկսվեց քարոզարշավը, սակայն մենք շարունակում ենք թալանի և ապօրինությունների բացահայտումները։ Շնորհակալ եմ աջակցության և վստահության համար, շնորհակալ եմ, որ չեք տրվում թալանչիների և տականքների սադրանքներին և չեք հայհոյում։ Ընկերներ, ձեզ եմ ուզում ներկայացնել ժպիտ կամ ժպտերես Արման Սարիբեկյանի գեղապետ Արտյոմ Պետրոսյանի եղբոր անբարոյական պահվածքի մասին։ Այսպես, մեր գեղապետի եղբայրը Արմեն Պետրոսյանը, ով ըստ տեղեկությունների դաշտերում տեղի ունեցած արտամուսնական սեռական հարաբերությունների հետևանք է, իր մայրիկին ուղված նամակը սխալմամբ տեսանյութի մեկնաբանությունում էր տեղադրել։ Հիշելով իր մայրիկին և մնացած հարազատներին, շտապ եմ տեղեկացնել, որ ով կփորձի իրեն պահել այս գեղապետի եղբոր պես, ապա կստանա համարժեք գնահատական։ Տեսեք, ես որևէ հայհոյանք չեմ ասում, այլ տեղեկատվությամբ եմ կիսվում, որը ստացել եմ։ Ժպոկ կամ բժո, ուշադիր լսիր, քո տասովչիկներին կամ կարգի ես հրավիրում, կամ դու դառնում ես ամեն շաբաթյա եթերի ապրանք։ Որքան ձեր նմանների հետ մեղմ խոսեցի, չափերն անցակ, նույն բաները քեզ է վերաբերում, Անանիկ Ոսկանյան։ Եթե շարունակվի քո կողմնակից կոչվածքների նման պահվածքը, ապա դրանից միայն դու ես տուժելու ու քո տասովչիկները։ Ընկերներ, քանի որ գնալով Նիկոլ Փաշինյանի այսպես ասած թիմակիցները սկսում են լկտիանալ, ապա ես էլ իմ հերթին սկսում եմ ակտիվ բացահայտել դրանց ապօրինությունները։ Այնքան են լկտիացել, որ հայհոյում են ընդդիմադիր հայացքներ ունեցող աղջիկների, ովքեր ընդամենը բուկլետ են բաժանել։ Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչներ, եթե այս միջադեպի հետ կապված տեսանյութը չհրապարակեք, ապա դուք և Նիկոլ Փաշինյանը իրար հետ եք։ Եթե մինչ կիրակի տեսանյութը հրապարակված չի լինի, ապա ես անուն առ անուն կհրապարակեմ միջադեպի մասին, կհրապարակեմ բոլոր մանրամասներով, թե ինչ պայմանավորվածություններ են եղել միջադեպը կոծկելու համար։ Կիրակի եթերում ձեր մասին եմ խոսելու, եթե չհրապարակեք տեսանյութը։ Դավիթ Արուշանյան, ձեր դեմքին նայում եմ, մտածում եմ համեստ և պարգեշտ մարդ եք, բայց երբ ձեր թիմակիցները անցնում են բոլոր սահմանները, մտածում եմ դուք դրանցից որևէ բանով չեք տարբերվում։ Արտուշը, ինչպես է, պարոն Դավիթ Արուշանյան։ Մի հարց էլի, ասում են, որ դպրոցի տնօրեններ նշանակելու մեջ մեծ ավանդ ունի ձեր տեղակալ Արտուշը։ Անգամ ասում են դա արվում է Սերժի ժամանակներում տեղի ունեցած կոռուպցիայի հետ անհամեմատ ավելի բարձր գներով։ Ուժային բոլոր կառույցներին հորդորում եմ ստուգել վերոնշյալ տեղեկատվությունը և դա անել շատ արագ։ Ընկերներ, բոլորի նամակները կարդում եմ անխտիր, բոլորի հարցերը բարձրաձայնվելու են, բայց պետք է ամբողջ տեղեկատվությունը ստուգել, փաստեր ձեռք բերել, նոր հրապարակել։ Հակառակ պարագայում դա մեր կապարանոց հայտարարություն կլինի։ Խնդրում եմ եղեք համբերատար։ Մյուս շաբաթ խոսելու եմ Արմավիրի մարզից և Երևանից, իսկ բոլոր թալանչիներին անակնկալներ են սպասվում առաջիկա օրերին։ Հարգանքներով, ձեր հայը։